Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօրվան աշխարհը սիրելիներ այնպիսին է, որ մարդիկ հաջող միայն գքննադեն, սակայն իրենք ոչ մեկ լուծում չեն բերեր։ Այսօր համացանցի ինտերնետի աշխարհը այնպիսին է, որ մարդիկ գնստին եւ թիդել է յետ ոյ մեկ դեսանյութ կամ ոյ մեկ թեփք, ոյ մեկ հարց անմիջապես գանցնին մեկնաբանության քննադատելով ոչ թե գառուցողական քննադատություն, ոչ թե շինիչ քննադատություն, այլ վիրավորանքի քննադատություն եւ ոչ մեկ լուծում իրենց կյանքի մեջ իրենց կյանքով չեն բերեր։ Լսեցեք հետևյալ պատմությունը։ Ժամանակին թագավոր մգար, որ մեծ բարեգործություններ գներ իր ժողովրդին եւ իր կյանքի օրինակով զանոն կտաստիարակեր։ Օրմը այս թագավորը 100 կիլոմետրնոց ճանապարհը գսարքե, քերեցիկ ճանապարհը։ Երբ որ բացման ժամանակը գասնի, թագավորը իր մոտ կգանչե իր 3 նախարարները եւ զանոն կուղարկե, որ ըստուքեն, որ այդ ջամփուն մեջ ամեն ինչ գարքին էր, ոյ մեկ թերություններ ջամփան, ճանապարհը։ Եվ այս 3 նախարարները գերտան։ Երեգոյան առաջին նախարարը կվերաթարնա եւ թագավորին կդեղեկացնե թե թագավորը ապրած մնա։ Ճանապարհը, որ սարկած ես, շատ սկանչելի է։ Միայն մեկտեղ աղբեր թափված էին եւ այդ աղբերը ամբողջ ճանապարհի քերեցկությունը կդկեղցնեին։ Եթե այդ աղբերը մաքրվին, ճանապարհը սկանչելի կդառնա։ Երկրորդ նախարարը կվերաթարնա եւ նույն դեղեկատվությունը կուտա թագավորին եւ գսե. թագավորը ապրած մնա։ Սարկած ճանապարհը բացարիք է, քերեցիկ, սկանչելի։ Միայն թե հանդիպեցա ճանապարհին թե դերմը աղբերով լեցուներ։ Եթե այդ աղբերը մաքրվին, մաքրել դաս, այդ ժամանակ ոյևէ մեկը քննադատելու կամ ոյ մեկ թերություն գտնելու իրավունք չունենար, որովհետև ճանապարհը բացարիք է։ Երրորդ նախարարը գուշանա, քիշերը կվերաթարնա, քրդինք ամբողջությամբ քրտնած, ամբողջությամբ հոգնած եւ ցերկնալ դոբրակմը կմոդենա թագավորին եւ գսե. թագավորը ապրած մնա։ Սարկած ճանապարհը սկանչելի էր։ Իսկապես որ քերեցիկ ամեն ինչ կատարյալ։ Միայն թե ճանապարհին դերմը աղբեր դեսա եւ աղբերը մաքրեցի ու աղբերու մեջ են այս դոբրակը կդա թերևս մեկը մորցած էր քեզի բերի թագավոր թերևս անցը մեջտեղ կա եւ վերադարձնես այս դոբրակը իրեն։ Թագավորը երբ կտեսնի այս նախարարը քրտնած հոգնած վիճակի մեջ մեծապես կքնահատե իրեն եւ գսե. ճանապարհին թրված այդ աղբերը ես թրած էի եւ այս դոբրակը դարձյալ ես թրած էի եւ մեջը ոսկի կա ու այդ ոսկին քեզի է որպես հադուցում ու վարձք եւ ապա թագավորը գթարնա ու ամբողջ բալադականներուն բահակներուն գսե ամեն մարդ գսե ցեզմե միշտ պատրաստ է թերությունները քննադատելու միշտ թերությունները մեջտեղ հանելու սխալները ցույց տալու բայց ոյե մեկը պատրաստ չէր ցեզմե որբեսի ինքզինք սրբակրեր եւ այդ թերություններուն ջարմը գտներ եթե գուզենք բարենբաստ կյանքով ապրիլ եթե գուզենք իսկապես մեր երգիրը փառքավաճի ապա պետք է ամեն մեկս մեր թերը կատարենք որբեսի երգիրը աճի եւ թագավորին այս խոսքեն բոլորն ալ թաս կառնեն մեծն ու փոքրը
բալադգանը, զինվորականը եւ շինարարը։ Եվ այդ օրվանե սկսյալ այդ թակավորությունը կսկսի փառքավաճիր ու զարգանալ ոչ թե որովհետև նոր օրենքներ կհաստատվին այդ երկրի մեջ, այլ որովհետև ամեն մարդ իր վրա պատասխանատվություն կառնե հարցերը լուծելու եւ երկիրը զարգացնելու։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Փարուական տասը այս պատմության այն է, որ այսօր ամենք սալ աղբեր կտեսնենք, ամենք սալ հարցեր ու թերություններ կտեսնենք, բայց քանի հոգիներ մեզ սիրելիներ լուծում կբերեն այդ հարցերուն։ Տեր Հիսուս Քրիստոս երբ խոսեցավ քննադատության մասին, ըսավ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու 5-րդ համարի մեջ. Գեղձավոր նախաճկիտ մեջ են քերանը հանե, որ գարենաս հստակ տեսնել, եւ ապա միայն եղբորդ աչքին շուղը հանե։ Որովհետև սիրելներ Հիսուս այստեղ խոսեր այն մարդոց մասին, որոնք միշտ պատրաստ են թիմացնին աչքի մեջի շուղը հանելու, ասելու ցկե եղբայր աչքիդ մեջի շուղը հանեմ, առանց տեսնելու, որ իրենց աչքի մեջ քերան կա։ Այսօր սիրելիներ, ըլան դանեգան կյանքի մեջ, ըլան գերային կյանքի մեջ, ըլազգային կյանքի մեջ, այո աղբեր կան, այո հարցեր կան, այո թերություններ կան։ Եվ սիրելներ հեշտ է այդ թերություններու մասին միան քննադատելով խոսիլը, առանց գառուցողական քննադատության, այլ վիրավորելու, հարցակելու։ Եվ այս քննադատական հոգին, այս հարցակելու հոգին մեզ կդարձնե գեղձավոր փարիսեցիներու նման։ Անդորամար Հիսուս այս խոսքը կսկսի գեղձավոր ասելով։ Ամեն մեկս սկսյալ ինձ մե։ Ինչ ես կնեմ, որբեսի այդ թերությունը սրբակրվի։ Ինչ կնեմ ես, որբեսի այդ աղբը մաքրվի։ Մինչ այդ գծերին ես սիրելներ, այդ աղբը վերցնելու, հավաքելու։ Օրինակ, երկրի մեջ, քու երկրիդ մեջ, հայրենիքիդ մեջ, երբ դու աղբ կգցես ջամփաները, գաղդոդես եւ վերջը կքննադատես, որ ուր է բեդությունը, ինչու աղբանոցի վերածված է մեր երկիրը, եւ ովևէ մեկը չի ծրիր ու աղբերը չի վերցներ, անիգա սիրելիներ բարձաբես հարցագող, քննադատող մարդ է եւ ոչ թե երկրին փառքավաճություն բերող մարդ։ Եթե մեկը իր ընտանեկան կյանքի մեջ սկսի իր գողագիցին կամ իր ամուսինին գտմամբ քննադատություն անել, չարախոսել նույնիսկ իր ընկերներուն կամ ընկերուներուն մոտ, ասելու որ ամուսինս այդպեսին է, կամ գինս այդպեսին է, եւ ինքը իր գեցվածքը, իր խոսակցական տոնը, եղանակը չի փոխեր, եւ ինք իր ընտանիքի փառորության համար, իր ընտանիքի անսասարության համար ովևէ մեկ քայլ չառներ, այլ բարձրապես կքննադատե իր կյանքի գեսը, սիրելներ, անիկա չի գրնար իր ընտանիքը փրկել։ Փոփոխությունը մարդու մեջ են գուկա, իմ մեջ ես գուկա, քու մեջ է գուկա, սիրելի եղբայր, քու մեջ է սիրելի քույր։ Եթե մենք չփոխվենք հոգեպես, ներքնապես, այլ միայն քննադատական հարցակողական հոգիով լանք, ոչ մեր ընտանիքը անսասան սույներու վրա դրած կլանք, ոչ մեր հայրենիքը սիրելներ կփառքավաճենք եւ ոչ ալ մեր անձը կփոխվի։ Եվ այսպես միայն խոսք ձեծելով, միայն իրարու վրա հարցակելով, այդ ժամանակ սիրելներ իրար կփզկտենք։ Եվ տեսեք Սուրբ Գիրքը սկանչելի խոսքեր ունի, որբեսի արտընցնե մեզ, թե ինչպես մենք կրնանք իրապես դարբեր անձը լալ եւ իրար չփզկտել։ Գսե Բողոս Արաքյալ քաղաքացիներուն ամագի 5-րդ գլխու 15-րդ համարի մեջ։ Եթե այդպես իրար վիրավորեք ու փզկտեք, ըզգուշ դուք ցես պիտի գործանեք։ Եթե ընտանիքի մեջ հայր ու մայր, զույգը իրար այսպես վիրավորեն ու իրար փզկտեն, այդ ընտանիքը գանկուն չի գնար մնալ։ Եթե ասկի զավակներ
իրար քննադատեն, իրար բզկտեն, իրար վիրավորեն, ասկը չի գրնար գանքում մնալ։ Եթե կորձավորներ, կորձադեղը իրար բզկտեն, իրար գանքում, իրար վիրավորեն, այդ կորձը չի գրնար գանքում մնալ։ Սիրելիներ, շատ կարևոր է, որ այս փոփոխությունը անցնելը սկսի։ Եվ գլխավոր լուծումը հետևյալն է. ոչ թե ցույց տալ թերությունը բարձրապես, այլ այդ թերությունը սրբակրելու համար աշխատանք կատարել։ Այս պետք է լա բոլորիս ուղղությունը եւ աշխատանքը։ Ես կուզեմ ավարտել այսօրվան հոգեվոր նախաճաշը Հակոբոս Դիարնեղբոր հետևյալ նամակի հատվածը ընթերցելով ցեզի 3-րդ գլխու 13-ը մինչև 18 համարները։ Այստեղ Հակոբոս Արաքյալ գխոսի երկնավոր եւ երկրային իմաստության դարբերության մասին։ Ձեր մեջ իմաստուն եւ խելացի մարդ կա, գսե Արաքյալը, թող ցույց տա իր օրինագելի կյանքով եւ հեզության ու իմաստության արտահայտություն եղող կորձերով։ Իր օրինագելի կյանքով եւ կորձերով, հեզության կորձերով։ Իսկ եթե ձեր սիրտերում մեջ թարն նախանց եւ հագարագություն կա, հագարագասիրություն կա, մի բարձնակ եւ ճշմարտության թե մի մեղանչեք։ Այդպիսի իմաստությունը երկինքեն չէ դրված, հոգեվոր չէ, այլ երկրավոր է եւ թիվական, սատանայական։ Որովհետեւ ուր որ նախանց եւ հագարագասիրություն կա, հոն նաեւ անկարգություն եւ ամեն տեսակ չարիք կա։ Լսենք այս խոսքը, նորեն կգրտեմ սիրելիներ։ Արաքյալը գսե. հոն ուր որ նախանց եւ հագարագասիրություն կա, հոն նաեւ անկարգություն եւ ամեն տեսակի չարիք կա։ Նայենք մեր ընտանիքներու մեջ, նայենք մեր ասկին մեջ, նայենք մեր ընկերության մեջ, եթե նախանց եւ հագարագասիրություն կա, սիրելիներ այնտեղ չարիք կա, այնտեղ անկարգություն կա, այնտեղ վերջավորության գործանում կլա։ Մինչդեռ երկնային իմաստությունը ունեցող մարդը նախ որ մաքուր կլա, ապա նաեւ խաղաղարար, ազնիվ, փարիացակամ, ողորմած եւ բարի կորձերով արդյունավոր, անգողնագալ եւ անգեղծ։ Իսկ իր շուրջ խաղաղություն սերմանողը արդարություն կհնցե։ Մարդ ինչ ցանե, այդ կհնցե։ Եթե խաղաղություն սերմանենք, արդարություն կհնցենք։ Եթե արդարություն սերմանենք, խաղաղություն կհնցենք։ Հետևաբար, սիրելի քույրեր եղբայրներ, եկեք այսօրվան պատմությունը թող մեզի իսկապես արթնցնող պատմությունը լավ որ ոչ թե մենք միայն քննադատողը լանք, ոչ միայն աղբերը տեսնենք, թերությունները տեսնենք, սխալները տեսնենք եւ այդ թերությունները, սխալները փարսացայնենք, այլ ծրինք եւ այդ աղբը հավաքենք։ Այդ թերությունները սրբակրելու յետևեն լանք։ Նախ մեր կյանքի մեջ են, որբեսի մեր աչքի մեջ քերանը հանենք եւ ապա թիմացինի կյանքի մեջ են։ Եվ այդ ժամանակ խաղաղություն միլա դուներուն մեջ, ընկերությանց մեջ, ազգին մեջ։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։